Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, դուք դիտում եք երիտասարդի դիրքորոշում փոդքասթը։ Այս փոդքասթի շրջանակներում մենք խոսելու ենք երիտասարդներին հուզող հարցերից, խնդիրներից։ Օրինակ սկսենք հենց ուսանողներին վերաբերյալ հարցերից։ Դու օրինակ սովորում ես համալսարանում, ես նույնպես սովորում եմ համալսարանում։ Ինչ ես կարծում, համալսարանը քեզ տալիս է այնքան գիտելիք կամ փորձ, ավելի շատ փորձի առումով պրակտիկա, որ դու կարողանաս օրինակ համալսարանից հետո սովորել աշխատես ներողություն քո մասնագիտությամբ։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, նայ, ուրեմն ինչ կապված է այսօր Հայաստանի Հանրապետությունում ստիրող ընդհանրապես իրավիճակին, երիտասարդների հետ կապված խնդիրներին, իրանք բավականին շատ են, ու այդ խնդիրների մեջ առաջին հերթին նախ մտնում է կրթությունը, կրթության որակը, ու բացի կրթության որակից նաև կան այլ լիքը հարցեր, այդ հարցերի մեջ մտնում է օրինակ, չգիտեմ, աշխատատեղերի պակասը, հնարավորությունների պակասը, որը որ ցավոք սրտի այնպես է դասավորվել, որ այսօր պետությունը չի ապահովում, չի կազմակերպում, ինքը խնդիր է։ Հիմա նայ, օրինակ պայմանական եթե վերցնենք այդ նույն ուսման հետ կապված, որ ասում ես, ուսման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, հենց մեկը առաջինն է, որ թափուր տեղեր են շատ մնում, ասենք չգիտեմ, օրինակ 5, 6, 7000 թափուր տեղ է մնում համալսարանում ընդունվելուց, վարձավճարների պատճառով, ինչի, որովհետև այսօր կա խնդիր, մարդիկ շատ վատ սոցիալական դրության մեջ են գտնվում, իսկ ուսման վարձերը այսօր մենք գիտենք, որ օրինակ, չգիտեմ, 450,000-ից կամ 400,000-ից պայմանական առիթի վերցնենք, սկսվում է այդ թվերից։ Բայց ամենաստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այդ բարձր գները, բայց դրան համարժեք կրթություն չկա։ Ինքը չի տալիս, հա, այսինքն ինքը նայ, բացի նրանից, որ դու օրինակ պայմանական եթե վերցնում ես, օրինակ, չգիտեմ, վճարում ես քո բաժնի համար 400, 450, 500 ու ավել, այսօր այդ որակը չունի կրթությունը, այդ մակարդակը չունի, որ դու վճարես դրա համար, ստանաս համապատասխան մասնագիտական գիտելիքներ, ու այդ մասնագիտական գիտելիքները քեզ բավականաչափ լինի։ Դա էլ բայց հարցի մի կողմն է, այսինքն նույնիսկ արի պատկերացնենք, եթե դու լավ կրթություն ես ստանում, մեկը դու այսօր ունես խնդիր պետության մեջ։ Այդ խնդիրը կայանում է նրանում, որ այսօր ուղղակի պարզապես չկա աշխատատեղ, չես կարողանում այդ աշխատատեղը, չգիտեմ, օրինակ գտնի մարդ իրան կյանքում, այսինքն չգիտեմ, պայմանական գնում է օրինակ երիտասարդը։ Բացի աշխատատեղից, արի դրան կանրադառնանք, ես ուզում եի հասկանայի, օրինակ քո մտածելակերպը, որտեղ ես էլ իմ անձնական դիրքորոշում ունեմ, ոնց որ յուրաքանչյուր ուսանող, համալսարանը տալիս է այն պրակտիկան, հələ կրթությունը էլի միտեղ թողնենք թեորիան, հա, ասենց տալիս է այն պրակտիկան, որ դու կարողանաս քո մասնագիտությամբ գոնե որոշակի աշխատանքի ընդունվելուց ունենաս որոշակիորեն ինչ-որ փորձ։ Նա ընդհանրապես ես դրա հետ կապված նաև ոնց եմ օրինակ ես մտածում։ Աշխատատեղերը հələ կանրադառնանք։ Հիմա աշխատատեղերը լավ է, թե օրինակ մի կողմ դնենք աշխատատեղերը, արի նայենք հենց մասնագիտական որակներով, սենց տնեց այն կրթությունը, որը որ դու ստանում ես համալսարանում, ինքը մեկը դու եթե գնաս գործի աշխատանքի մեջ ուզենաս պրակտիկա, այսինքն պրակտիկ պետք է գիտելիք ունենաս, որտեղ այն ինչը որ դու սովորես օրինակ համալսարանում, քեզ բավականաչափ չի լինելու, էլի ամեն դեպքում այդ պրակտիկան սենց տնեց պետք է անցնես, բայց այդ չի քննարկվում, բայց ամեն դեպքում հիմա կրթության որակը, կրթության մակարդակը շատ sense ցածր բանի վրա է էլի գտնվում առանձնետել։ Անգամ տեսական։ Հա, տեսականը, որտեղ հիմա արի նայ, օրինակ, եթե դպրոցական բանն էլ վերցնենք, օրինակ, ինչ են անում հիմա։ Հիմա օրինակ նայ, պատմություն դասագրքերը, նախ հայոց պատմություն չի կոչվում էլ, ինչ որ ուրիշ ձև, ինչ որ ուրիշ անվանում ունի, Հայաստանի պատմությունը թե նույնիսկ էտել են փոխել, ինչքան որ գիտեմ։ Հիմա օրինակ մտնում ես այդ դասագրքերի մեջ կարդում ես, օրինակ շատ պատմական իրադարձություններ ու փաստեր կան, որոնք որ ուղղակի խեղաթյուրված են։ Այսինքն խեղաթյուրված են, փոխված են ու հարմարացված են նենց, ոնց որ օրինակ, չգիտեմ, թուրքական իշխանություններին է հարմար։ Օրինակ ես լսել եմ sense բան, որ օրինակ այդ Մեսրոպ Մաշտոցը օրինակ QR են սարքել, դարձրել են QR, ու այդ QR-ով հիմա ասենք չգիտեմ, փորձում են երեխեքին սովորացնել այնպես Մեսրոպ Մաշտոցը ով է։ Այսինքն եթե տրամաբանության մեջ շարունակեն իրանք շարժվեն առաջ, բնականաբար չի կարա երեխան ճիշտ համապատասխան կրթություն ստանա, ճիշտ պատկերացումներ ունենա իր պետության պատմության մասին, իր չգիտեմ, ասենք ժողովրդի ազգի գիտակցության, այդ ինքնորոշման մասին ոչ մի բան չի կարա ինքը իմանա, էլի։ Ու եթե ինքը ունի այդ խնդրեմը, ունի այդ խնդիրը դպրոցական տարիքից։ Այսինքն տեսականում է։ Տեսական, հա, ինքը եթե ունի այդ խնդիրը սկսած, ինքը նա ինքը դպրոցում եթե ունի այդ խնդիրները, ինքը օրինակ համալսարանում տրամաբանական է, որ համալսարանում ավելի խորը խնդիրներ կունենա, որտեղ ինքը եթե չունի սկզբնական ճիշտ գիտելիք, ճիշտ պատկերացում, հետագայում չի կարող այդ պատկերացումները ունենալ։ Չէ, դե հիմա օրինակ բողոքները շատ են ուսանողներից, հա, շատ են, ու այդ բողոքները շատ են, նայ, գիտես ինչից, նայ, շատ են ոչ միայն նույնիսկ որակի այդ կրթության որակի հետ կապված, նաև շատ են թեկուզ հենց մեկը օրինակ քաղաքականության հետ կապված, հա, այսինքն մարդիկ ուսանողներ, ովքեր որ այսօր պայմանական, չգիտեմ, ինչ որ քաղաքական հայտարարություն են անում կամ օրինակ իրենց քաղաքական դիրքորոշումն են հայտնում, այդ մարդկանց սպառնում են, ասում են, ձեզ կհեռացնեն համալսարանից։ Okay, այդ հələ կանրադառնանք, ուղղակի այստեղ ամենակարևոր ուսանողների իմ կարծիքով հիմա որ գլոբալ խնդիր է, այդ այնա, որ նաև իմ համար է խնդիր, քո համար ու շրջապատի համար, հա, քո կուրսեցիների եւ այլն իմ կուրսեցիների համար, այդ այնա, որ մենք ահռելի քանակով են որ բարձր վարձավճարներ ենք տալիս, բայց տեսականը հերիք չենք ստանում գիտելիք նորմալ, բացատրություն եւ այլն դասախոսների կողմից չենք ստանում։
մի հատ էլ պրակտիկան շատ վատ է անցնում կամ որոշ դեպքերում նաև չի անցնում, այսինքն մենք չենք կարողանում խնդիր ունենք նրա, որ չենք կարողանում հետագայում գտնել աշխատանք ու գոնե որ մի քիչ փորձ ունենանք, էլի այդ աշխատանքի մեջ զբաղվում ենք, այդ աշխատանքի հետ կապված է, որ ասում ես, օրինակ նայ, հիմա շատ ֆակուլտետներ կան, որտեղ որ ֆակուլտետները կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ, այսինքն փակվում են այդ ֆակուլտետները, որովհետև չունեն բավականաչափ ուսանող դիմորդ ու բացի նրանից, որ իրանք չունեն դիմորդ, որովհետև ընդ կարող է պայմանական իրանք ունեն վարձավճարի խնդիր, նաև այդ մարդիկ այդ մասնագիտության մեջ չեն տենում հեռանկար։ Այսինքն ասում են լավ, եկեք պատկերացնենք օրինակ բերեմ, էլի։ Մտնում ես օրինակ քիմիայի, ֆիզիկայի կամ չգիտեմ, ֆիզմաթի կամ կենսաբանության բաժին օրինակի համար։ Լավ, ես գնացի, ընդունվեցի, աշխատեցի, հետո այսինքն ես կարողա շատ բարդ է այդ ոլորտում աշխատանք գտնել, նես չի որ այդ աշխատանքը դրած է։ Ու ցածր աշխատավարձ։ Ու աշխատավարձն է ցածր է իրականում։ Հիմա նայ իրանք ոնց են փորձում դրա դեմ իբր sense պայքարան, ես ասում եմ, ինչ որ ես ինքս տենում եմ, էլի ամենովա մեջ առնչվում եմ դրա հետ։ Ուրեմն ինչ են ասում։ Շատ հիմական ֆակուլտետներ, որտեղ որ օրինակ մարդկանց թոշակներից կտրել են լավ ուսանողներին, ովքեր որ չգիտեմ, լավ բարձր գնահատական ունեն, իրենց մոգը բարձր է, իրանք կտրում են օրինակ այդ թոշակները, այն բաժինները, որտեղ քիչ դիմորդներ կա, իրանք են տալիս, այսինքն դարձնում են պայմանական 50 կամ 70,000 այդ կրթաթոշակը, փորձում են տենց լցնեն այդ ֆակուլտետները, վերջում էլ ասում են, որ օրինակ չգիտեմ, աշխատանքով ապահովելու են, բայց դա առաջին հերթին փաստ չի։ Սուտ է։ Այսինքն փաստ չի առաջին հերթին, որ հայտ մարդիկ աշխատանքով ապահովված կլինեն։ Ես ինքս օրինակ չեմ ճանաչում, չեմ տեսել տենց մարդով, որ օրինակ այդ բաժինը ավարտել է, շատ մարդիկ կան ասել, որ օրինակ այդ բաժինը ավարտում է։ Ու բացի դրանից, մատ ուրիշ խնդիր է կա, շատ մարդիկ կան, որոնք ավարտում են, չգիտեմ, sense կարելի է մի քիչ կոպիտ ասած հեռանկար ունեցող բաժին են ավարտում, չգիտեմ, հասարակագիտություն, պատմություն եւ այլն, իրավաբանություն, բայց շատ մարդիկ կան, ովքեր որ պարզապես այդ ոլորտում չեն աշխատում, որովհետեւ չկա այդ այն ոլորտը, որտեղ չգիտեմ, ասենք վճարում են օրինակ եմ ասում, պայմանական 120-150,000 դրամ, ու մարդը պետք է այդ 120-150,000 դրամով ընտանիք պահի, իսկ ինչպես մենք գիտենք, մեր այս ներկա իրականությունը անհնար է դա։ Ցավոտ թեմա է իրավաբանությունը կոնկրետ համար, ես հենց իրավաբանության մասնագիտականն է, հա, դրա համար գնաց, ասեմ, ինչի ես չեմ աշխատում հիմա իմ մասնագիտությամբ, դեռ սովորում եմ համալսարանի 3-րդ կուրսում, բայց ինչի չեմ աշխատում, որովհետև նախ ժամերը շատ է, երկրորդն էլ մանավանդ օրինակ ես դատարանն եմ, ժամերը շատ է, այսինքն 9-ից 6-ը, որոշ դեպքում մինչև 7-ը, հերթապահություն եւ այլն։ Երկրորդն էլ աշխատավարձը շատ քիչ է, այսինքն այդ աշխատավարձը, եթե ես աշխատեմ հիմա օրինակ իմ մասնագիտությամբ, չի հերիքի նաև իմ վարձավճարը տալուն, որը որ ահա որ ցավալի է, կրթաթոշակների մասին ընդհանրապես չեմ խոսում, այսինքն մինիմալ պայմաններն չեն ապահովում, այսինքն այն մինիմալ պայմանները օրինակ ուսանողներ կան, ովքեր որ պայմանական մարզերից, գյուղերից, ինչ որ տեղերից ամեն օր գալիս են, ոչ բոլորն են որ կարող են իրենց թույլ տալ պայմանականներից, այդտեղ օրինակ տուն վարձեն կամ ինչ որ բարեկամի մոտ ապրեն, այդ մարդիկ ուրեմն էլեմենտար եթե իրանց ճանապարհածախսի գումարը գոնե իրանք կարողանային ստանալ, ասենք, չգիտեմ, այդ 4750 դրամ կրթաթոշակը, որ իրանց փոխանցում են, ինքը ասենք, չգիտեմ, էլի նույնիսկ մի ամսվա տրանսպորտի ճանապարհածախսը չի ապահովում, նու եթե սենց հաշվենք, մոտավոր 6-7000 դրամ է կազմում այդ ճանապարհածախսը, մենակ գնալ գալ եթե հաշվենք, նույնիսկ այդ չի բավականացնում, չի ապահովում դա, ու դրանից բացի, ասենք, եթե չգիտեմ, դու վճարում ես մեծ գումար չես ստանում համապատասխան կրթություն, գիտելիք, չգիտեմ, շատ մարդիկ կան, ովքեր որ օրինակ հնարավորություններ էլ այսօր, այսինքն չունեն, էլի հեռանկարը չունեն դրա, ու բացի դրանից համալսարանի ներսում է։ Օրինակ իրենց չեն տալիս հնարավորություն պայմանական գնալ արտերկրում ինչ որ ծրագրերի մասնակցել, սովորել, ոչ բոլորին է այդ հնարավորությունը տրվում։ Կա այդ հնարավորությունը։ Կա, բայց ոչ բոլորին է տրվում, այսինքն բացատրում են այնպես, որ այդ մարդիկ ստանում են այդպես հնարավորություն մարդիկ, ովքեր լավ գիտելիք ունեն։ Նաև ոչ միայն լավ գիտելիք, այսինքն արտերկր գնալը շատ համալսարանում դու պետք է որոշակի գումար տաս, հստակ դա փաստ է։ Այսինքն համալսարանը ինքը լրիվ չի ֆինանսավորում։ Ես օրինակ ունեմ տենց օրինակ, որ համալսարանը ամբողջովին չի ֆինանսավորում։ Կան մարդիկ, ովքեր որ օրինակ գնում են, չգիտեմ, Իսպանիա օրինակ 6 ամսով ինչ որ կրթական ծրագրով սովորելու, բայց այդ կրթական ծրագրի շրջանակներում մեր համալսարանը կամ այն մարդիկ, ովքեր այդ չգիտեմ գրանտը կամ չգիտեմ այդ հնարավորություն տվել են իրանց տալիս են մենակ այդ տան վարձը վճարելը, այսինքն որտեղ կեցության վայրը իրանց ապահովելու համար, բայց կան շատ ուրիշ ծախսեր, որով որ ասենք ուսանողին հատկապես երիտասարդին պետք է լինելու, էլի, ասենք։ Դրա համար էլ շատ քիչ մարդիկ են գնում, այսինքն հիմնականում այն մարդիկ, ովքեր բայց շատ մարդիկ կան, ովքեր որ օրինակ այսօր շատ են ուզում գնան Եվրոպայում արտերկրում սովորեն, որովհետև իրանք տեսնում են, էլի, գիտելիքի այդ մակարդակի տարբերությունը։ Հիմա եթե պայմանական վերցնենք ինչ օրինակ Հայաստանի պետական համալսարանի, չգիտեմ, դիպլոմը ու Հարվարդի դիպլոմը, ասենք նույն համեմատականը չի, ասենք հաստատ տարբերությունը շատ մեծ է, էլի, մարդիկ ասենք երբ որ նայում են այդ դիպլոմին հասկանում են, որ հա, տենց ինչ որ ուրիշ մակարդակի է լրիվ։ Դրա համար բոլորը հիմա տենց ուզում են գնան, սովորեն այդտեղ
պայմանական, չգիտեմ, ասենք եվրոպական ինչ-որ կրթություն ստանան, եվրոպական չափորոշիչային ստանդարտներին համապատասխանեն։ Այդ խնդիրը այսօր շատ տարածված է, ու այդ հեռանկարների հետ կապված հիմա օրինակ շատ մարդիկ կան, ասում են ով ասել է, որ աշխատանք չկա։ Հա, եկեք պայմանական վերցնենք մարդ ուսանող, ով որ ասենք, չգիտեմ, 18-19 տարեկան է, չի կարող այսօր չունենա շատ մեծամասնությունը ունեն խնդրեմ հետ վարձավճարի հետ, կամ ասենք, չգիտեմ, իրենց ճանապարհածախսը, որ այդ ուսանողը հոգա, ինքը նաև պետք է աշխատի։ Ամենավատը ստեղ գիտես որն է, որ պետությունը ասում է, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, բայց որ նայում ես եվրոպական ստանդարտներով, Եվրոպայում ինչա կատարվում, այսինքն ուսանողը այնտեղ ստանում է կրթաթոշակ, այնտեղ որոշակի ժամեր կան։ Ծրագրերի մասնակցելու համար շատ մեծ գումարներ ներդրվում են։ Որոշակի բացի դրանից որոշակի ժամեր կան, որ կոնկրետ նախատեսված է ուսանողների աշխատանքի համար ու որովհետև ցավոք այո, ստեղ չունենք, դա էլ է խնդիր դառնում։ Միշտ Եվրոպայում, ոչ բոլոր տեղերում, բայց հիմնականում միշտ ուսանողները արդեն որոշակի տարիքից հետո, այսինքն 18-19 տարեկան դրանալուց հետո ապրում են առանձին, բայց այստեղ օքեյ, ինձ թվում է Հայաստանում նրանք չեն կարողանում համատեղել, որտեղ եթե ինքը օրինակ համատեղում է աշխատանքի հետ, ինքը ունենում է խնդրեմ։ Այդ խնդրեմը կայանում է նրանում, որ օրինակ ասում են հիմա տղա ջան, որոշի կամ դու սովորում ես օրինակ, կամ աղջիկ ջան, դու կամ սովորում ես կամ չգիտեմ, ասենք աշխատում ես։ Հիմա այսինքն ուսանողը, որը որ չունի այդ հնարավորությունը, իրան դնում են ասած կոպիտ ասած երկու քարե արանքը, էլի, այդ մարդը հիմա պետքա կողմնորոշվի կամ պետքա թերուս մնա կոպիտ ասած, բայց գումար աշխատի, որ սովից, ասած կոպիտ անջու, բայց սովից չմահանա, կամ ասենք չգիտեմ, օրինակ պետքա հակառակը գրպանում փող չունենա, չկարողանա նույնիսկ իր էլեմենտար ծախսերը, չգիտեմ, ապահովի, բայց պետքա գա, ասենք սովորի համալսարանում, որ ստիպված դուրս չմնա։ Չէ, ուղղակի ոնց կարա ուսանողը այստեղ Հայաստանում օրինակ ապրի 160,000 դրամով նվազագույն պայմաններում։ Այսինքն մեծ մարդիկ ովքեր որ չգիտեմ չեն կարողանում ապրեն, ու նաև 700,000 դրամ վարձ տա, դրա հետ մեկտեղ ստանա ընդամենը աշխատավարձ մաքսիմալ այտենց 120-150,000 դրամ։ Դա ուղղակի մաքսիմալ է, որ 8 ժամյա աշխատանք, ինքը շատ մեծ խնդիր է իրականում, հենց այդ աշխատատեղերի հետ կապված, որ ասում էի, ինքը այսինքն բացի նրանից, որ դու ունես խնդիր, որ չես կարող համատեղես իրար հետ, նաև ունես մոտ ուրիշ խնդիր։ Եթե գնում ես էլ այդ աշխատանքին, հիմա օրինակ մարդ, ով որ չունի բարձրագույն կրթություն, ինչ են առաջարկում մեծամասնությանը։ Ասենք ես մարդ եմ, ով որ շրջապատի մեջ շփվում է, ընկերներ ունի իմ տարիքակից, չգիտեմ, ասենք օրինակ իմ շրջապատի մեծ մասը, ովքեր որ աշխատանք են փնտրում, իրանք գնում են, ասենք աշխատանքի ընդունվելու, առաջարկում են սենց ինչ որ մատ աշխատանք, որով որ չգիտեմ, նվազագույն շեմ աշխատավարձի 70,000, 120,000 դրամ, 150,000 դրամ, ասենք պայմանական օրինակի համար, առաջարկում են այդ աշխատավարձը, այսինքն այդ մարդը մտածում է 8 ժամյա գրաֆիկով, 8 ժամյա գրաֆիկով, այսինքն հա իր համար ոչ մի կողմից ձեռնտու չի։ Եթե նույնիսկ ինքը sense ճարահատյալ ստիպված գնա սկսի աշխատել, ինքը մեկը ունի այդ խնդիրը, sense տենից, իրան ասում են դե տղա ջան, հիմա որոշի կամ սովորում ես կամ ասենք չգիտեմ, ժամանակը ծախսում ես աշխատելու վրա։ Քո որոշումն է, ոնց ուզում ես, բայց այդ ուսանողը պարզ է, չի կարա։ Շատ ծնողներ կան այսօր, որոնք որ մենք քանի որ այդ խոսեցինք սոցիալական տնտեսական խնդիրների մասին, իրանց ծնողները չեն կարող ապահովել։ Չէ, իմ ասածը գիտես ինչ է։ Այսինքն այդ երեխան անհոգ չի կարա նստի իր համար մտածի, ոնց մի նպատակ ունենա ավարտի համալսարանը։ Միանշանակ իմ ասածը կային մեր ուղակի նրանում, որ այս իշխանությունը ասում է մենք Եվրոպա ենք գնում, եվրոպական ստանդարտներ եւ այլն պետք է այստեղ մտցնենք, բայց Եվրոպայում լրիվ ուրիշ ձև է, այսինքն ուսանողների մոտ իրան կարողանում են հանգիստ, չեմ ասում sense հիանալի վիճակը, բայց ամեն դեպքում կարողանում են նաև առանձին ապրել, դրա հետ մեկտեղ որ ժամերով աշխատել, նու միջինից գոնե լավ աշխատավարձ ստանալ, նաև վարձավճար տալ ու նաև շատ տեղերում Եվրոպայում համալսարանները անվճար են, օրինակ Գերմանիայում շատ համալսարաններ կան, որ անվճար են, ու որ մեր իշխանությունը հիմա ասում է մենք գնում ենք դեպի Եվրոպա եւ այլն, բայց այդ ստանդարտները այստեղ չի ապահովում։ Նա ժողովրդական ստանդարտների մասին էլ որ խոսացիր, ուրեմն ժողովրդական ստանդարտների մասին որ խոսացիր, իմ այստեղ մի շատ կարևոր բան կա, վստահ եմ մեր հայրենակիցներն էլ հաստատ դրան ուշադրություն կդարձնեն։ Նայ, մենք խոսում ենք իրանք այսինքն խոսում են ժողովրդական ստանդարտների մասին, չէ՞, բայց դրան զուգահեռ համալսարանում սենց ասում են քաղաքը կանացված չպետք է լինի կամ չգիտեմ օրինակ չպետք է ինչ որ տենց սահմանափակումներ դրվեն, հա, ասենք մարդու խոսքի ազատություն եւ այլն, բայց մենք փաստացի շատ ենք տեսել, որ օրինակ ինչ որ հավաքների ժամանակ, բողոքի ակցիաների ժամանակ են ուսանողները ովքեր որ ուզեցել են, իրանք էլ իրենց ձայնը հայտնեն, իրանք էլ են ուզեցել ինչ որ բան դուրս գան բողոքի ակցիային, հա, այսինքն ուզեցել են դուրս գան փողոց խոսան, չգիտեմ, արտահայտվեն, իրանք արգելել են, ոնց են արգելել, այսինքն սպառնալիքի լեզվով են արգելել։ Ասել են, տեսեք, եթե հիմա դուք դուրս գաք, համալսարանում կունենաք խնդիր,
հեռացման առաջ կանգնեք։ Ու շատ ուսանողներ ես ինքս տեսել եմ, ովքեր որ հենց այդ քաղաքական թեմաների հետ շուրջ կապված, իրենց հեռացրել են համալսարանից կամ չգիտեմ, ասենք օրինակներ ունեմ։ Հա, ես էլ ունեմ այդ օրինակները, որ տեսել եմ ինքս էլի, որ ասել են մի դուրս եկեք, հորդորել են դուրս չգան եւ այլն, այսինքն մեկ աստենց ստացվում որ ինչ որ քաղաքականացված այնպես բան է էլի իրանց մոտ։ Իրանք արգելում են դա, այսինքն ժողովրդավարության ստանդարտների մասին անհնար է խոսել այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ իրադարձություններ են տեղի ունենում։ Երբ որ այդ մարդու իրավունքները չեն պաշտպանվում, եթե այդ մարդը չունի իրավունք իր կարծիքը հայտնելու, չենք կարող ժողովրդավարության մասին ստեղ խոսել։ Ու միևնույն ժամանակ գնալ դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ հա գնալ դեպի Եվրոպա, ու նաև աշխատատեղերի հետ կապված ինչու մեր կայանում խնդիր, այսինքն այդ աշխատատեղերը բացի նրանից, որոնք որ կան ցածր մակարդակ, այսինքն ցածր աշխատավարձով, հա, բնական է, այսինքն բոլորս հասկանում ենք, որ բոլորը չեն կարող 3-4 միլիոն դրամ աշխատավարձով աշխատեն, բոլորս հասկանում ենք, բայց գոնե ինչ որ մի հատ նվազագույն, ասենք, չգիտեմ, շեմ լինի, որը որ մարդը կարողանա իր կարիքները, առօրյա ծախսը, չգիտեմ, ապահովի, կարողանա գոնե այդ ճանապարհածախսը, չգիտեմ, այնտեղ հակու կապ, ամենի շատ բան կա, էլի, որը որ մարդը կարողանա ապահովի ինքը իր համար, գոնե այդ նվազագույն շեմին համապատասխաներ աշխատավարձը։ Բայց եթե դա չի համապատասխանում, տրամաբանական է, որ այսօր շատ երիտասարդներ կան ու շատ ասենց խելացի մարդիկ կան, ովքեր որ օրինակ իրենց ապագան ստեղ չեն տեսնում, որովհետև չունեն հնարավորություն։ Շատ երիտասարդներ կան, ովքեր որ օրինակ շատ խելացի են, էլի, իրանք ուղղակի իրենց գործերը տալիս են դուրս, գնում են ու թվում են եվրոպական, անգլիական, բրիտանական, չգիտեմ, խառը, տարբեր ինչ որ համալսարաններ, ու անվճար ու օգտագործում են իրենց մասնագիտական գիտելիքները, որը որ իրանք կարող էին ստեղ օգտագործել Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով նպաստային մեր պետության զարգացմանը, իրանք այդ ունակությունները իրանք օգտագործում են այլ պետությունների համար, որպես օրինակ ինչքան գիտնականներ կան այսօր հայ ազգի, որոնք որ գտնվում են դրսում, որովհետև ստեղ իրանք այդ հեռանկարը չեն տեսել, չեն տվել իրանք այդ հեռանկարը։ Բայց մեզ շատ պետք են իհարկե։ Շատ, հա, այդ հեռանկարը ուղղակի չեն տվել իրանք, այդ մարդիկ թողել գնացել են։ Բայց հիմա այդ մարդկանց ու այդ ուսանողներին, ովքեր որ ուզում են գնան, ասում են դուք ձեր երկիրը լքում եք, հելնում եք, գնում եք ուրիշ տեղ եք, փորձում գտնեք, հա, այսինքն բա ինչ անի այդ մարդը։ Օրինակ ես այդ հարցով միշտ որ խոսում եմ, ես ասում եմ ես երբեք դեմ եմ արտագաղթի, ես երբեք չեմ մեղադրում ուսանողներին կամ երիտասարդներին, որոնք վերցնում ու գնում են, որովհետև եթե պետություն չի կարողանում նվազագույն պայմաններ ստեղծի իր երիտասարդի համար, օքեյ է, որ այդ մարդը կարա գնա։ Ու այդ ընդհանրապես մեղադրելու չի այդ մարդուն, ես էլի եմ ասում, ես ուսանողներին բացարձակ առհասարակ մարդկանց չեմ մեղադրում արտագաղթի մեջ այս պայմաններում, որտեվ իրոք մեր պետությունը հիմա շատ ահավոր վիճակում է ու ոչ մի բան չի տալիս ոչ երիտասարդին, ոչ այդ իբր այդ բարելավումների հետ կապված իդեպ որ ասացիր, ես հիշում եմ այս ակադեմիական քաղաքի թեման, ինքը ասես մի քիչ նստել է այդ թեման, բայց մինչև հիմա էլ նենց այդ թեման տենց փորձ քննարկում են, ասում են որ ինչ որ ժամանակ է պետք դա իրականացնելու համար, բայց օրինակ ես ինքս իմ կարծիքով եւ շատ ուրիշ կարծիքներ էլ մասնագիտական լսելով կարամ ասեմ, որ օրինակ այդ ակադեմիական քաղաքը Հայաստանի Հանրապետության համար ոնց ասեմ չի նախատեսված, որովհետեւ առաջին հերթին մենք փոքր պետություն ենք, երկրորդ էլ ասենք կա շատ խնդիրներ։ Նայ, եթե առաջ օրինակ ինչ որ ուսանողներ կային, ովքեր որ կանգնած էին խնդրի առաջ մարզերից Երևան գալու, հիմա այդ նույն խնդիրը լինելու է Երևանից դեպի, ասենք, չգիտեմ, աշտարակում էր կարծեմ, չէ՞, ուզում էին այդ պրոյեկտը իրականացնել, այսինքն պետք է գնան աշտարակ հասնեն։ Ինչ որ մեկի համար մոտիկա, ինչ որ մեկի համար ավելի հեռու է, բայց ընդհանուր առմամբ գլոբալ ինքը ունի խնդիր։ Այսինքն ասում են, լավ, այդ մնալու կեցությունը ապահովում են, չգիտեմ, ակադեմիական քաղաքը կառուցելու են, լավ, բայց այդ մարդը, ով որ ասենք ուսանողը, բնակվում է այդտեղ։ Իրանը չէ, ինչ որ ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերվի։ Այսինքն իր ծնողները աշխատեն համ ընտանիքը պահեն, համ դրան զուգահեռ իրենց ուսանողին գումար ուղարկեն, որպեսզի ինքը բայց այնտեղ ոնց այդ մարդիկ ոնց ապրեն նախ եւ եթե օրինակ իրենց աշխատանքը ստեղ է եւ այլն, այսինքն ուսանողները մենակ չեն սովորում, իրանք նաեւ աշխատում են։ Երևի մեր ուսանողների 80%-ը, եթե ոչ ավելի, ուղղակի այդ վարձը չեն կարողանա վճարեն, էլի։ Այդ եմ ասում, չէ, եթե այնտեղ որ ապրեն, ասում են դե թող մենք այնտեղ կսարքենք օրինակ հանրակացարաններ եւ այլն, թող այնտեղ ապրեն։ Օքեյ, այնտեղ ապրեցին, ոնց են աշխատելու իրանք Երևանում, եթե իրանք աշխատանքը Երևանում է ու ոնց են այդ վարձավճարները իրանք իրանք ուզում են համապատասխանեն ինչ որ ուրիշ երկրների տենց այդ ստանդարտներին, այդ փորձերին օրինակ, հա, բայց օրինակ մենք այսինքն մենք, հա, օրինակ մենք ու Ամերիկան չես կարող համեմատես իրար հետ, էլի, որտեվ Ամերիկայում այդ ամենը մի քիչ ուրիշ ձևով է կազմակերպված, Ամերիկան եկել հասել է այդ կետին, որ իրանք կարան օրինակ թույլ տան իրանք։ Գներես Ամերիկա որ ասեցիր, առհասարակ Եվրոպա որ խոսում ենք, sense ասեմ, եթե չեմ սխալվում, էլի, ասում էր թող հեծանիվով գնանք կամ տենց ինչ որ բան, մենք հասարակ անգամ չունենք վազելու տեղեր, այսինքն մենք չունենք վազելու տեղ, որ մարդը օրինակ, չգիտեմ, 3-4 կիլոմետր, 5 կիլոմետր կարողանա վազի, պետք է ասենց, չգիտեմ, կռուկ տաս, հա, որ կարողանաս այդ կիլոմետրեր կոպիտ ասած։ Հիմա բայց օրինակ եթե իրանց լսես, իրանք ասում են, որ հիմա այս դպրոցներ են սարքում, չգիտեմ, այսինքն այն ամենանոր ստանդարտներով, բաներով, օրինակ պայմանական էս դպրոցները, որ ասում են, սարքում ենք, անում ենք, ամեն ինչ կազմակերպում ենք,
չգիտեմ, ինչ են մենակ իրանք երևի տեսնում, էլի, չգիտեմ, ուրիշները կարող չեն տեսնում կամ Չէ, հեծանիվ քանակով չի ասենք նույնիսկ այդ դպրոց կառուցել ասենք։ Համաձայն եմ, բայց ես նկատի ունեմ, որ հեծանիվ քշելու տեղ ստեղ չկա, որ դու կարողանաս հեծանիվ։ Ես դա այդ մինիմալ հենց ինչի համար շեշտեցի ես այդ, որովհետև այդ դպրոց օրինակ որ ասում չէ, կառուցում են, իրանք ասում են, որ հենց այդ նույն քո ասած բոլոր պայմանները իրանք կառուցում են նենց, որ ապահովեն այդ պայմանները, էլի, խաղահրապարակներով, չգիտեմ, այնտեղ դահլիճներով, նույնիսկ եթե հիշում ես, ստուգայցի էին գնում, ինչ որ կախիչների, չգիտեմ, կախիչներ, այսինքն բոլոր խնդիրները թողած գլոբալ այդ կախիչների խնդիրներ երևի էլի մնացել ընդհանուր առմամբ։ Իրանք օրինակ չգիտեմ թիվ են հրապարակում, ասում են կառուցելու են օրինակ չգիտեմ 300 դպրոց, չէ՞ պայմանական։ Բայց 300 դպրոց որ կառուցելու եք, ինչա օրինակ այդ 300 դպրոցից կառուցված ասենք չգիտեմ 15 կամ 20-ը ու անընդհատ մեդիադաշտում հենց այդ 15-20 դպրոցն ասենք պատտվում, որ տեսնեն որ իբր կառուցված է եւ այլն։ Բայց այդ նույն մենք տեսնում ենք որ այդ նույն դպրոցներն, այսինքն նույն 15-20 դպրոցը անընդհատ այդ նույն կադրի մեջ պատտելը ցույց տալը չի նշանակում էլի որ 300 հատ նորը կառուցվել է։ Ասենք չգիտեմ լավ է որ երկրում չգիտեմ օրինակ զարգանա դպրոցներ նոր լինեն, բայց երբ որ տալիս տրվում է խոստումներ, որոնք որ չեն իրականացվում կամ իրականությանը չեն համապատասխանում այդ թվերը, որով հրապարակվում են, դա արդեն հարցի բնույթը փոխվում է, էլի լրիվ ուրիշ բան է, լրիվ այլ բան է դառնում ու այդ խնդիրներից ելնելով հիմա դա շատ գլոբալ խնդիր է, ինչի, որովհետև Մարդկանը ասում է կրթություն բան հա դե ինչ կա դրա մեջ, բայց եթե երիտասարդությունը պետության շարժիչ ուժն է, պետության ապագան է, այսինքն այդ մարդիկ ովքեր որ այսօր ստանում են ուսում, պետքա վաղը մասնագիտական իրենց գիտելիքներով ու որակներով գնան դառնան, չգիտեմ, պետական պաշտոնյաներ կամ շուկայում աշխատեն։ Այս երկրում են, չէ՞, ապրելու գործունեություն ծավալելու։ Հիմա եթե այդ մարդիկ չեն ստանում բավականաչափ այդ մասնագիտական գիտելիքները, եթե իրանք չեն կարողանում նույնիսկ հնարավորություն ունենան շատ դեպքերում այդ կրթությունը ստանալու, այդ ոնց որ նշեցինք ֆինանսական խնդիրներից ելնելով, արդյունքում ստացվում է որ երկիրն է տուժում։ Վաղը դու չես ունենալ քո պետության մեջ համապատասխան մասնագետներ կամ вообще մասնագիտություններ, որոնք որ կարող մահանան ուղղակի այդ մասնագիտությունները ուղղակի ոչ մեկ չգնա չսովորի։ Ուսը այդ մասնագիտությունը ուղղակի չլինի ինչ-որ։ Կարամ օրինակ բերեմ գինեգործությունը։ Ես հա 3 կամ եթե չեմ սխալվում, տենց անցյալ տարի 3 կամ 2 հոգի է դիմել գինեգործության։ Նույն օրինակը որ բերեցի քիմիա, ֆիզիկա, չգիտեմ, օրինակ այդ բաժիններն էլ ունեն խնդիր ու նույնիսկ կան օրինակ համալսարաններ, որտեղ չգիտեմ, օրինակ փիլիսոփայության ամբիոնի ժամերը կրճատվում են կամ չգիտեմ, ինչ-որ ֆակուլտետներ են փակվում, օրինակ, որտեղ փակվում է, որտեղ չկա դիմորդ պարզապես։ Չկա դիմորդ առաջին հերթին, որտեղ հնարավոր է ֆիզիկ ուղղակի ֆինանսական խնդիր ունենան այդ մարդիկ ու երկրորդ խնդրեմը ինչու՞մ է կայանում։ Այդ մարդիկ չեն տեսնում հեռանկար, ասում են լավ, օրինակ գնանք փիլիսոփայության ամբիոն կամ չգիտեմ, ինչ-որ քիմիա, ֆիզիկա դիմենք։ Հա, բա հետո ինչ ենք անելու։ Հետո ինչ 70,000 դրամով պետք է աշխատեն 70,000 դրամով կամ գուցե դա չաշխատեն հիմա որտեվ նայ բժշկության մեջ էլ այդ նույն խնդիրը կա բժշկական կրթության մեջ էլ մարդիկ ասում են մենք գնում ենք օրինակ 7-9 տարի սովորում ենք մեր կյանքից ծախսում ենք ընդունվում ենք օրինակ համալսարան հետո գնում ենք աշխատանքի ընդունվելու Չէ, բայց բժիշկները այստեղ ուրիշ խնդիր իրանք ստանում են շատ ցածր աշխատավարձ, որով օրինակ բժշկին համապատասխան համաձայն եմ քո հետ, այդ սկզբից եթե sense դուք մտածում եք, որ բժիշկները միշտ ստանում են բարձր աշխատավարձ, չէ, ինձ թվում է բոլորն իրականությունը տիրապետում են, գիտեն, որ ցածր է։ Բացի դրանից մենակ են բժիշկները, ովքեր որ բարձր պաշտոն են, օրինակ վիրաբույժները կամ չգիտեմ կոնկրետ մասնագիտացած։ Նայ, օրինակ վիրաբույժների պահովել մի քիչ, նայ, օրինակ, սենց ինչ հարաբերական է, որտեվ կան վիրաբույժներ, ովքեր որ կարող է, չգիտեմ, լավ են վարձատրվում, բայց կան վիրաբույժներ նաև, որոնք վարձատրվում են սենց ցածր, էլի համեմատ։ Դե արդեն իրենց գիտելիքները։ Հիմա օրինակ եթե պայմանական բերենք, հիմա կան շատ ոլորտներ Հայաստանում, օրինակ հենց մեկը բլոգերներ է, որոնք որ ասենք, չգիտեմ, 2 րոպեանոց գովազդ են անում, այդ 2 րոպեանոց գովազդով իրանք աշխատում են նույն բժշկի աշխատավարձն են ստանում պայմանական։ Okay, ես համաձայն եմ քո հետ, բայց արի իրանց աշխատանքները չարժեզրկենք, որովհետև այդ բալուբոմը Հիմա նայ, ոչ թե նույնիսկ արժեզրկելու հարցն է, այլ հարցը որ օրինակ համեմատական տանենք, չէ՞։ Եթե համեմատականով։ Այդ ոլորտը այսինքն զարգացած է կարողանում աճել, օրինակ, չէ՞, բայց ասենք բժշկությունը, որը շատ կարևոր է, շատ կարևոր ոլորտ է։ Ուսումը, բժշկությունը, քիմիա, ֆիզիկայի ոլորտ եւ շատ այլ ոլորտներ, այդ նույն կերպով պետքա նպաստել, որ այդ ոլորտները, իմ ասածի օրինակը համեմատականը դրանում էր կայանում, որ նպաստեն, որ առաջ գա այդ ոլորտներ առաջանա, այդ ոլորտում էլ ուզենան մարդիկ ծավալեն գործունեություն։ Ես նրանում եմ համաձայն այստեղ քո հետ, որ մարդ ուղակի այնքան հիասթափված է արդեն կամ չգիտեմ որոշ դեպքերում, որ արդեն ինքը չի ուզում, չգիտեմ, սովորի եւ այլն դառնա լավ մասնագետ, որտեվ կարծում եմ, որ ամեն դեպքում եթե դառնալ լավ մասնագետ, բալուբոմը ինքը շատ քիչ է գումար վաստակելու, իսկ բլոգերությամբ օրինակ ինքը կարա եռակի քառակի։ Իմ ասած հենց այդ է օրինակը։ Ինքը կգնա միանգամից կսկսի այդ ոլորտում սովորել։ Ու եթե ինքը ունի մի քիչ, չգիտեմ, եթերային տես, եթե ունի մի քիչ տենց հնարավորություն։ Ինքը ստանալու է գործություն ու այսինքն եթե հիմա տես շարունակվի, բոլորը թողելու են իրենց ոլորտները, մասնագիտական
հայկական, գնան դառնան, չգիտեմ, բլոգեր կամ չգիտեմ այն գործով են զբաղվելու, որը որ այս պահին, բայց եթե պետությունը չի նպաստում, որ բոլոր ոլորտները համահունչ զարգանան, Պարզա որ ինչ որ մի պահի Այդ գոնե պետքա լինի, այո։ Հա, իմ ասացի միտքը հենց օրինակ այդ օրինակը որ բերեցի, դրանում բերեցի։ Եթե մարդը նստած մտածում ասում լավ, ես իմ կյանքից հա, իհարկե չենք արժեզրկում, արժեզրկելու ինչ որ որևէ բան չկա, բայց օրինակ պայմանական։ Եթե մարդը ասում է, ես պետքա ծախսեմ իմ կյանքից 9 տարի սովորեմ բժշկականում, գնամ սովորեմ ու աշխատեմ 200,000 դրամ ստանամ, ես կարամ դրա փոխարեն սովորեմ, չգիտեմ, SMM, բլոգեր դառնամ ու ստանամ օրինակ պայմանական, չգիտեմ, 200,000 դրամի փոխարեն 1 միլիոն դրամ կամ չգիտեմ, օրինակ 500,000 դրամ Բա ինչի էլ տեն շանը։ Հիմա ուղղակի հարցը ստեղ կայանում է նրանում, մի քիչ այդ առումով էլ մեղադրելու չի երիտասարդներին, ասեմ ինչի, որովհետև հիմա կան կուրսեր, մասնագիտություններ, որոնք որ դու անցնում ես օրինակ չգիտեմ 3, 4, 5 ամիս, հա, կուրսերով ու շատ ավելի շատ մանավանդ եթե կարողանում ես էլ ասենց խելացի ես եւ այլն, ավելի շատ գումարներ ես կարողանում աշխատել, քան օրինակ չգիտեմ բժշկությամբ կամ ուսուցիչ լինելով, Ես քո համաձայն եմ ու իդեպ որ ասացի, ես մի հատ էլի շատ կարևոր խնդիր տենց մտքիս եկավ, որ շատ քննարկվում էր բուրան, խնդիրը կայանում է նրանում, որ տեսեք, ուրեմն ընդունելության քննությունների ժամանակ դու էլ վստահ եմ լսած կլինես, որ ընդունելության քննության ժամանակ օրինակ անգլերեն լեզվից ստանում են ավելի բարձր գնահատականներ 18, 19, 20 քան հայոց լեզվից։ Հայոց լեզու հայոց պատմություն կապ չունի։ Այսինքն դա էլ է խնդրեմ, այսինքն պետությունը դրա վրա էլ պետք է ուշադրություն դարձնի, որ ինչի է տենց, որ մարդիկ օրինակ անգլերեն լեզուն ավելի լավ են սովորում, ավելի լավ են կարողանում քննություն հանձնել ու ընդունվել, քան օրինակ հայոց լեզվի քննությունը։ Այդ վատ չի, որ անգլերեն լեզուն գիտեմ, բայց վատ չի, բայց եթե օրինակ դու քո լեզվի պայմանական ասում ավելի վատ ես տիրապետում, քան անգլերենի, այսինքն դա խնդրեմ է տալիս, չգիտեմ էլ, այսինքն եթե դու ուրիշ լեզվին ավելի լավ ես տիրապետում, ինչի որտեղ այդ պահանջարկը ավելի շատ է։ Իսկ պահանջարկը շատ է ինչի, որովհետև նոր ոնց որ շեշտեցինք, այդ մարդիկ սովորում են այդ լեզուն, որ կարողանան գնան ուրիշ այդ երկրում ստանան իրենց կրթությունը։ Բացի կրթություն ստանալուց, կյանք ապագայինս դասավորեն թեկուզ, հա։ Անգլերենը նաև բոլոր տեղերում ապետ խորհուրդ ենք տալիս իհարկե բոլորին սովորել։ Հա, շատ լավ է որ տիրապետում է, բայց երբ որ դու տիրապետում ես այդ լեզվին ավելի վատ քան քո լեզվին, դա արդեն խնդրեմ է։ Այո, որոշ չափով այո, խնդրեմ է։ Ուղղակի այստեղ հարցը կայանում է անում, որ շատ մասնագետություններ նաև սովորելու ժամանակ անգլերեն լեզուն շատ է պետք գալիս, քանի որ ինքը միջազգային լեզու է, ու խնդիրը այդ է, որ մարդիկ ավելի շատ ձգտում են անգլերենին տիրապետեն, քան հայոց լեզվին օրինակ։ Իհարկե մեզ համար որպես հայ մի քիչ ցավալի է, որ օրինակ մարդը չգիտի հայոց լեզու, բայց գիտի անգլերեն, ռուսերեն եւ այլն եւ այլն։ Ավելի բարձր բանով հանձնում է էլի քննությունները իրար, կամ ավելի բարձր է, քան հայոց լեզուն, ցավալի է։ Եվ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը երկուսն էլ եթե համեմատական տանենք, երկուսն էլ ավելի բարձր է։ Բայց պահանջմունքով եթե նայենք, դե անգլերենի իհարկե։ Դե իհարկե པարզ է դա, բայց ամեն դեպքում։ Այսօրվա համար այսքանը հարգելի հայրենակիցներ, շնորհակալ ենք ձեզ, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամանակ։ Եթե ունեք մեզ հարցեր կամ ցանկանում եք խոսենք այն թեմաներից, որոնք որ հենց ձեզ են հետաքրքրում, կարող եք մեզ գրել կոմենտներում։